Ծաղկազարդի հաջորդ օրվանից սկսվում է ավագ շաբաթը, որի յուրաքանչյուր օրը կոչվում է ավագ, իսկ շաբաթվա օրերն ունեն իրենց առանձին խորհուրդը։ Ավագ երկուշաբթի օրը Քրիստոս չորացրեց անպտուղ թզենին, որը խորհրդանշում է հոգևոր պտուղ չտվող մարդկանց սպասվող պատուհասը։ Ավագ երեքշաբթի օրվա ամբողջ խորհուրդը ամփոփվում է 10 կույսերի առակում, այն հորդոր է առաքինության գործերով, նմանվելու իմաստուն կույսերին։ Ավագ չորեքշաբթի օրը հիշատակվում է Հուդայի մատնությունը, ինչպես նաև մեղավոր կնոջ ապաշխարությունը, ով անուշահոտ յուղով օծեց Հիսուսի ոտքերը, ցույց տալով զղջման կարևորությունը։ Ավագ հինգշաբթի խորհրդավոր ընթրիքի հիշատակն է, որի ժամանակ Տերը հաստատեց հաղորդության խորհուրդը։ Այսօրը երեկոյան պատարագ է մատուցվում եւ կատարվում է ոտը նվայի արարողությունը։ Ավագ ուրբաթ օրը Հիսուս Քրիստոսի չարչարանքների խաչելության եւ թաղման հիշատակն է։ Կեսօրին կատարվում է խաչելության, իսկ երեկոյան թաղման կարգը թափորով։ Ավագ շաբաթ օրը Զատկի նախատոնակն է, երեկոյան մատուցվում է ճրագալույցի սուրբ պատարագ եւ բոլորը ցնծագին ողջունում են միմյանց, ասելով «Քրիստոս հարյավ իմեռելոց»։ Իսկ կիրակի օրը նշում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության բերկրառատ տոնը։